Բարև ձեզ հարգելի գոլեգաներ, բարև ձեզ հարգելի պացիենտներ և պացիենտների հարազատներ։ Այսօր պետք է խոսանք մի շատ կարևոր թեմայի մասին, որը բժշկության մեջ հայտնի է որպես նեյրոգաստրոենտերոլոգիա։ Երկու բառով եթե ասենք նեյրոգաստրոենտերոլոգիան, ընդհանուր առմամբ նոր ճյուղ է գաստրոենտերոլոգիայում, այսինքն ստամոք աղիքաբանության մեջ, համեմատաբար նոր ճյուղ է, համեմատաբար ավելի քիչ են մարդիկ դրանից տեղյակ, եւ սա կարծում եմ շատ կարևոր է, որովհետեւ երիտասարդ պացիենտների մեծ մասը, կեսից ավելին, իրականում ունի ոչ թե զուտ գաստրոենտերոլոգիական, այլ ավելի շուտ նեյրոգաստրոենտերոլոգիական խնդիրներ։ Եվ այդպես է ոչ միայն մեզ մոտ, այդպես է ամբողջ աշխարհում։ Ավելին, ամբուլատոր դիմաց, պոլիկլինիկա դիմաց պացիենտների մի զգալի մասը հենց ֆունկցիոնալ խանգարումներ ունեն, որոնց մասին հիմա մի քանի բան կպարզաբանեմ, բայց ուզում եմ սա ոչ թե տենց ռոբոտացված ինֆորմացիա լինի, ինչը դուք կարող եք կարդալ, ասենք Վիկիպեդիայում, այլ ուզում եմ, որ այս ինֆորմացիան լինի շատ մանր բացատրված եւ ձեզ համար հասկանալի։ Եվ ինչ կապ ունեմ ես այս ամեն ինչի հետ։ Մի քիչ էլ դրա մասին եմ ուզում խոսալ։ Տեսեք, հնուց որովայնի խնդիրները որովայնային թերապիայի մեջ են մտել, այսպես ասած, որ ընդհանուր առումով որովայնային թերապիան, որովայնի օրգանների խնդիրները կամ ուրեմն վիրաբուժական են եղել, վիրահատվել են, կամ վիրաբուժական չեն եղել, դեղերով բուժելու հարց են եղել, գաստրոենտերոլոգիան դրանով զբաղվել է որպես որովայնային թերապիա։ Ժամանակի ընթացքում գիտությունը զարգանում է, որոշակի առանձին օրգանների հետ կապված դիագնոզները, հետազոտությունները, բուժման տակտիկաները բազմազան են դառնում եւ առանձին ճյուղեր են առանձնանում բուն գաստրոենտերոլոգիայից, ինչպիսին է օրինակ լյարդաբանությունը, հեպատոլոգիան։ Լյարդաբանությունը գաստրոենտերոլոգիայի ճյուղերից մեկն է, որը զբաղվում է լյարդի հիվանդություններով։ Դրանք կլինեն վիրուսային, կլինեն ալկոհոլային, կլինեն նյութափոխանակային, թե կլինեն աուտոիմուն, մի խոսքով, թե կուտակային, մի խոսքով, կախված խնդիրներից առանձին ոնց որ ձևավորվում է հեպատոլոգիան։ Միգուցե առանձին սրա մասին խոսեմ։ Առանձին ճյուղ օրինակ բավականին լավ ուսումնասիրվել է ենթաստամոքսային գեղձի խնդիրները, որը առանձին ճյուղ չի դառնում։ Ինչու՞, որովհետև բազա չունի։ Այդքան էլ քանակ, նրբություն, առանձնահատկություն չունի, որ նա դառնա առանձին ճյուղ։ Միգուցե ինչ-որ միտեղ, ինչ-որ մի կլինիկայում առանձին ենթաստամոքսային գեղձով զբաղվում են, որպես պանկրեատոլոգիա, բայց դա տենց էլ չի դառնում առանձին ճյուղ, ըստ էության։ Առանձին կենտրոններ կարող լինեն, որոնք կզբաղվեն, ասենք, հաստ աղիքի հիվանդություններով, կրոնի հիվանդություն, խոցային հիվանդություն, բայց էլի, օրինակ, սովետական ժամանակներից նույնիսկ մենք ունեցել ենք Երևանում պրոկտոլոգիայի ինստիտուտ, չէ՞։ Հաստ աղիքով զբաղվող ինստիտուտ, որը ենթադրում է եւ վիրաբուժական խնդիրների լուծում, եւ առանձին թերապևտիկ հարցերի լուծում, բայց էլի այդքան էլ կենսունակ չի սա, որպես հասկացություն, որ առանձին հաստ աղիքի բժշկությամբ զբաղվեն։ Մի խոսքով, գաստրոենտերոլոգիային, գաստրոենտերոլոգիայից փաստացի այս պահին կարելի է ասել, որ ամբողջ աշխարհում տենդենց կա առանձնացնելու հեպատոլոգիան։ Հատկապես եթե լյարդի փոխպատվաստումով զբաղվում են տվյալ երկրում կամ տվյալ կլինիկայում։ Եթե լյարդի փոխպատվաստումով առանձնակի չեն զբաղվում, հեպատոլոգիան էլի ինչ-որ մի բանի հետ պետքա զուգակցես, հա, ինքը մենակով բավականին քիչ է։ Այսինքն պիտի հետը ինֆեկցիոն հիվանդություններ անես, ինչպես օրինակ Հայաստանում է, շատ ինֆեկցիոն հիվանդությունների բժիշկներ զբաղվում են հենց առանձին լյարդով, միևնույն ժամանակ այլ ինֆեկցիոն հիվանդություններով, կամ գաստրոենտերոլոգիայի հետ պետք է զուգակցես, էլի շատ բժիշկներ զբաղվում են համ աղեքստամոքսային տրակտով, համ էլ առանձին վերցրած լյարդաբանությամբ։ Բայց այս ամեն ինչից հետաքրքիր կերպով
առանձնանում էր նեյրոգաստրոենտերոլոգիան, որը փաստացի այն ճյուղն էր գաստրոենտերոլոգիայի, որը զբաղվում է ոչ թե օրգանական, ուռուցքային, վերքային, բորբոքային խնդիրներով, նյութափոխանակային խնդիրներով, այլ զբաղվում էր բացառապես աղեստամոքսային տրակտի այն սիմպտոմներով, որոնք պայմանավորված են կծկողականության խանգարման հետ, պերիստալտիկայի, աղիների կծկողականության խանգարման հետ եւ աղիների նյարդային համակարգի գերզգայունության հետ, զգայունության բարձրացման հետ։ Կծկողականության խանգարումը, մատորիկայի խանգարումը ինքնին էլի ներվային խնդրեմ է, որովհետեւ աղեքային ներվերն են, որ պատասխանատու են մատորիկայի համար, նաև աղեքային ներվերն են, որոնք պատասխանատու են զգացողության համար։ Ես այդտեղ չգիտեմ, այդ նկարը երևի չունեմ, թե ունեմ, որ ցույց տամ։ Լավ, եկեք այդտեղ ցույց տամ։ Եկեք այդտեղ ցույց տամ։ Տեսեք, էսի ընդհանուր առմամբ աղեքի հատույթն է, որտեղ ներսում լորձաթաղանթն է, այն թաղանթը, որում տեղի է ունենում բուն մարսողությունը։ Դրսից այս բարակ թաղանթը շճաթաղանթն է, սա ուրիշ պատմություն է, սրա մասին կխոսամ։ Եվ այստեղ բազմաթիվ նյարդային դեղինով, եթե նայեք, այս դեղինով ինչ տեսնում եք նյարդա։ Նյարդային ցանց է ձևավորվում, որովհետև այս ցանցը այսպես ձևավորվում է, դրա վրա լինում է մկանային շերտ իր մեջ ունի էլի այս դեղին գծերը նյարդային ցանց, հետո ավելի խոշոր նյարդային գծեր, հետո սրա վրա էլի մկանային շերտ, հետո սրա վրա էլի նյարդային ցանց։ Ահա այս նյարդային ցանցերը հարուստ, ըստ էության ուղեղից հետո ամենահարուստ նյարդավորում ունի աղեստամոքսային տրակտը։ Ուղեղից հետո ոչ մի օրգան մոտ անգամ չի գալի համեմատության համար, դա կլինի սիրտ, լյարդ, վերջույթներ, աչք, ոչ մի օրգան մոտ անգամ չի գալի իր նյարդավորվածության աստիճանով մարսողական համակարգի։ Եվ մարսողական համակարգից ավելի շատ նյարդային կապեր, թելեր կան միայն ուղեղային համակարգում, ուղեղ ողնուղեղ։ Դրանից հետո երկրորդ տեղում է արդեն աղեքային համակարգը։ Ու այս իներվացիան շատ կարևոր ֆունկցիա ունի որովայնային մի շարք հիվանդությունների առաջացման մեջ։ Բայց քանի օրինակ է եկել է, մի օրինակ էլ ասեմ, որ էլի կապված է որովայնի ցավերի հետ, մի նկար էլ ցույց տամ։ Եվ որովայնի ցավերի մեջ շատ կարևոր մի հատ ուրիշ նշանակություն էլ ունի որովայնի պատի խնդիրները։ Սա ողնաշարն է, սա որովայնն է։ Այստեղ էլ իր դեղին տեսնում եք, այսպես, դե ճյուղավորում է, առանձին գալիս է, ստեղ է ճյուղավորվում, այստեղ մի հատ առանձին դեպի մեջքում է, այսինքն սա միջկողային ներվերն են, որոնք դեպի որովայն տարածվում են, սա մի հատ է նկար ցույց կտամ, տարածվում են եւ առանձին սրանք ցավի աղբյուր կարան լինեն, թեև ըստ էության սոմատիկ ցավերը, այսինքն մկաներից կամ մկանները նյարդավորող, մաշկը նյարդավորող ներվերից եկող ցավերը, ըստ էության նեյրոգաստրոենտերոլոգիայի մաս չեն կազմում, բայց սրանք նույնպես բուժվում են այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ, որ բուժվում են աղիների նյարդային խնդիրները։ Եվ տասնամյակներ երևի առաջ ձևավորվեց կամաց նեյրոգաստրոենտերոլոգիան։ Բայց գիտեք ինչու մեր խնդիրը։ Խնդիրը նրանում էր, որ մենք արդեն գիտությունը, բժշկությունը արդեն գիտեր, որ կա այսպիսի հարցեր, այսինքն այդ դիագնոզներից ասեմ, գրգռված աղում համախտանիշ, լսած կլնեք, ֆունկցիոնալ դիսպեպսիա կամ ոչ խոցային դիսպեպսիա, որովայնի ֆունկցիոնալ ցավեր, ֆունկցիոնալ դիարեա, փորկապությունները, նու հիմնական մասը փորկապությունների, պրոկտալգիա, այսինքն առանձին վերցած ուղիղ աղեքի ցավը, էլ ինչ ֆունկցիոնալ խանգարումներ ասեմ, կերակրափողի ֆունկցիոնալ խանգարումներ, գղտոցները հատկապես, այրոցներ, որոնք չեն անցնում, այսինքն թթու պարունակության ռեֆլյուքսի հետ չեն կապված, բայց ռեֆլյուքսի նման այրոցներ են տալիս,
Մի խոսքով ահռելի թվով կոկորտում գերզգայունություն գլոբուսա կոչվում կամ գլոբուս ֆարինգեուս ավելի հին ժամանակներում գլոբուս հիստերիկուս այդպես է կոչվել լեզվի զգացողության խանգարումներ դառնահամի տեսքով թթվահամի տեսքով ծակոցների տեսքով դիսգեյզիա է կոչվում կամ այրող բերանի համախտանիշ երբ որ ամբողջ բերանում է այդ գերզգայունությունը մի խոսքով ահռելի թվով խնդիրներ հատկապես որոնք շատ են հանդիպում ոչ թե շատ են հանդիպում, այլ որոնք կազմում են երիտասարդ պացիենտների խնդիրների ծանրակշիռ մեծամասնությունը եւ քիչ չեն հանդիպում նաեւ հասակավոր մարդկանց մոտ 70-75 նույնիսկ 80 տարեկան մարդկանց մոտ այս խնդիրները պատահում են եւ ահա հայտնի էր պարզ էր դարձել որ այս դիագնոզները այս խնդիրները կապված են նյարդերի հետ բազմաթիվ կամ մի քանի լավ տենց ասեմ ախտորոշիչ ուղեցույցեր, գայդլայններ, այսպես կամ գործելակարգեր, եթե կարելի է այդպես ասել, հրապարակվել են։ Նու ես 2006 թվականին եմ արձինատորան սկսե այդ ժամանակ արդեն գրգռված աղու համախտանիշ հռոմեական կրիտերիաներ 2000 թվականից սկսած երևի թե կա, այսինքն առնվազն 26 տարի այդ խնդիրները բավականին մանրակրկիտ ներկայացված են, բայց ներկայացված էր ինչպես խնդրը բացահայտես, ինչպես ախտորոշես, ինչպես զանազանես այլ խնդիրներից, օրգանական խնդիրներից, բայց չէր ասում ինչպես բուժես, ահա ինչպես բուժել հարցին երկար ժամանակ, առնվազն 20 տարի գաստրոենտերոլոգիան եւ բժշկությունը, բժշկագիտությունը այդ հարցին չէր պատասխանում կար ինչպես ախտորոշես, բայց ինչպես բուժես, ինչպես արդյունավետ բուժես։ Սիմպտոմատիկ բուժում, ինչ որ կծկողականությունը փոխող դեղեր, անարդյունք, լուրջ արդյունավետ բուժումներ չի առաջարկվել։ 2018 թվականին հրապարակվեց առաջին միջազգային գայդլայնը, այսինքն գործելակարգը, փաստաթուղթը, որում նշված էր թե ինչպես բուժել գաստրոենտերոլոգիական ֆունկցիոնալ խանգարումները կամ նեյրոգաստրոենտերոլոգիայի բուժական առաջին պրոտոկոլը հրապարակվեց, կազմվեց եւ հրապարակվեց 2018 թվականին։ Մինչև 18 թվականը այտենց հավաստի ռեկոմենդացիա հանդիսացող փաստաթուղթ չկար։ Եթե չեմ սխալվում, մի երկու փաստաթղթեր առանձին սինդրոմներ, օրինակ փսխումային համախտանիշի կրկնվող ցիկլիկ փսխումային համախտանիշա կոչվում կամ քրոնիկական սրտխառնոցի կամ կրկնվող սրտխառնոցի հետ կապված առանձին փաստաթղթեր հրապարակվել են, որոնք իրանց մեջ դրանից հետո, բայց մեծ նոր փաստաթուղթ, որքան որ ես գիտեմ, դեռ չի հրապարակվել, թեև այն ինչ հրապարակվել է շատ լավն է, շատ լավն է։ Հիմա ուրեմն չգիտեմ հավես ունեք, խնդրում եմ գրեք դուք հավես ունեք, ես էսի մի քիչ տենց իմ փորձից ու պատմությունից մեջբերումներով անեմ այս եթերս, թե այսպես ավելի ակադեմիական ոճով որպես տեղեկատվություն ներկայացնեմ, խնդրում եմ մեկնաբանություններում հիմա գրեք, եթե ըստ ձեր այսպես ասած ցանկության կշարունակեմ հետագա նյութի տրամադրումը կամ առանձին պատմություններով, որ մի քիչ նյութի երկարացնում է, կամ ավելի կոռեկտ, ավելի սահմանափակ թվով օրինակներ կբերեմ։ Խնդրում եմ պատասխանեք այս հարցին։ Ուրեմն 18 թվից հետո մի խոսքով առանձնակի կարիք չի եղել այս տվյալները թարմացնելու։ Միգուցե էլ եմ ասում առանձին կտորներով թարմացել է, բայց ամբողջական թարմացում, որքան որ ես գիտեմ, չկա։ Հələ պատասխան։ Եվ այսպես լեզուն Կարինեն Մանուկյանը հարցնում է, դա իհարկե մեր թեմայի հետ կապ չունի, Կարինե ջան, սովորաբար լեզուն սև է դառնում բակտերիաների պատճառով, որոշակի տեսակի մանրեներ, այնպիսի նյութափոխանակություն ունեն, որ լեզուն գունավորում են, սևացնում են։ Դա սովորաբար լինում է հատկապես անտիբիոտիկների օգտագործումից հետո, դա կարող լինի նաև միկրոֆլորան այդպիսին է բերանում, հատկապես շատ ծխող եւ սուրճը չարաշահող պացիենտների մոտ։ Երկու դեպքում էլ հարցը լուծելի է, շատ պարզ հեշտ ձևով այդ հարցը լուծելի է, եթե այն ինչի ես պատկերացրեցի, հա, այդ լեզվի սև գույնը կապված է բակտերիաների հետ,
մանրամասն անդրադառնամ։ Հա, ասում են մանրամասն անդրադարձեք, Կարինե ջան, մի խոսքով այդ հարցը մի թեթև պարզաբանման կարիք ունի ու կարծում եմ հեշտ լուծվող հարց է, էդի տենց։ Ուրեմն պարզաբանեմ։ Արձինատուրա էի սովորում 2007 թվականն է, 2007 թվականի ամռանը։ 6-ին ընդունվել եմ արձինատուրա եմ սովորում։ Գնում եմ Ախալքալակ, Բագդանովկա, Նինոցմինդա։ Գնում եմ Բագդանովկա ու հանդիպում եմ Երվանդին։ Երվանդը ինչան է։ Այդ Երվանդի ազգանունը։ Երվանդը, ուրեմն ես սովորել եմ գաստրոենտերոլոգիան Գագիկ Սերգեյի Հակոբյանի մոտ։ Երվանդը եղել է ամենագիտականացված, ամենաինտելեկտուալ արձինատորը, որը ավարտել է արձինատուրան ինձանից առաջ ու ինքը Բագդանովկացի է։ Աշխատել է Երևանում, հետո գնացել է ընտանիքով, գնացել է հայրենիք Բագդանովկա։ Ու Երվանդը ամենա տեղեկացվածն էր միջազգային նորություններից, գիտական, բժշկագիտական, գաստրոենտերոլոգիական, բացառապես անգլերեն, անգլալեզու, որտեղ ուրիշ նորություն չկար, առանց անգլալեզու նորությունների ուրիշ նորություն չկա, առանց անգլալեզու գայդլայնների ուրիշ հավաստի ապացուցողական բժշկության աղբյուր տեղեկություն չկար։ Ես հանդիպում եմ Երվանդի հետ ու Երվանդը զրույցի մեջ ասում է ոնց եք, ինչ եք, բան, դե գիտի որ Գագիկ Սերգեյիչի մոտ եմ, մենք առանձնակի ընկերական կապել ունեինք իրար հետ, ինքը տարիքով ինձ մի քիչ մեծ է։ Եվ ասում է ինչ եք անում, ամիտրիպտիլին նշանակում եք, այն տեղեկացնեմ, որ ամիտրիպտիլինը անտիդեպրեսանտ է։ Ասում եմ, չէ, ինչ ամիտրիպտիլին, այ մարդ, ամիտրիպտիլին ինչ գործ ունեն գաստրոենտերոլոգիայում։ Ասում է, բա գրգռված աղու համախտանիշը, ֆունկցիոնալ դիսպեպսիաները, ինչով եք բուժում։ Ասում եմ, սիմպտոմատիկ, ինչով պետք է բուժենք։ Ասում է, ամիտրիպտիլին նշանակի։ Գագոին էլ ասա Գագիկ Սերգեյիչին, Գագոին էլ ասա, ասում է, ամիտրիպտիլին նշանակեք։ Ամիտրիպտիլին նշանակելը հեշտ չի։ Ինչի է մի օր երևի առանձին դրա մասին կխոսեմ։ Պացիենտի համար շատ դժվար չի, բժշկի համար է դժվար։ Ինչ կա այնտեղ, դա ուրիշ բան է, կխոսենք մի օր։ Ես սա այն թվին է 2007 թվական, երբ որ դեռ 18 թվին է, չէ՞ եղել, այսինքն 11 տարի կա, որ առաջին գայդլայնը դուրս գա ֆունկցիոնալ խանգարումների։ 2018-ին առաջին գայդլայնը դուրս է եկել բուժական, դիագնոստիկ կա, բուժական էֆեկտիվ միջոց չկա։ Երվանդին 2007 թվականին ասում ամիտրիպտիլին նշանակի, ես արձինատոր եմ։ Գալիս եմ Երևան, ներկայացնում եմ իմ ղեկավարին, որ ահա այսպես Երևանդին հանդիպեցի, ողջություն ունի ձեր հարցնում եւ ասեց, որ ամիտրիպտիլին նշանակեք։ Գագիկ Սերգեյիչը ասեց, Հայկ ջան, փաստերը արդյոք բավարար են։ Իսկ ես այդ ժամանակ ասեմ փաստերը որն է։ Դա ընդամենը մի քանի հոդվածներ կար հրապարակված, հետազոտական հոդվածներ, ոչ թե գայդլայններ, որ ամիտրիպտիլինը օգնում է։ Ինչ դոզայով է օգնում, ինչքան տևողությամբ է օգնում, ոնց է նշանակում, ոնց է վարում, ոնց է դուրս բերում, ոչինչ չկա։ Այսպես վերացական մի քանի հոդվածներ։ Բժշկագիտությունը դեռ չգիտի այդ հարցի հետ ոնց վարվի։ Հետագայում այդպիսի հոդվածները կդառնան հարյուրավոր, միգուցե հազարավոր, եւ այդ հարյուրավոր, գուցե հազարավոր տվյալների հիման վրա կկառուցվեն արդեն հիմնական գործելակարգերը, հիմնական ուղեցույցերը կստեղծվեն։ Բայց այդ ժամանակ 2007 թվականին դրա մասին ուղղակի անիմաստ էր խոսել։ Մենք չենք կարող ամեն տպագրված հոդվածի հիման վրա վերցնել ու բուժումներ անել մարդկանց հետ։ Այնքան հոդվածներ կա, այնքան բանագրվում, վերջում ոչ մի բան էլ չի ապացուցվում կամ չի հաստատվում։ Բայց երիտասարդ հանդուգն մի քիչ էլ քյալագյոզ Հայկ Մանասյանը սկսում է ամիտրիպտիլինը նշանակել։ Մի քանի անգամ նշանակել եմ։ Իսկ նշանակել եմ, հետո կողմնակի էֆեկտներ, հիվանդների գանգատներ, հիվանդների կանխակալ, այսպես խավարամիտ մոտեցում անտիդեպրեսանտ դեղերին ու դադարեցրել եմ։ Հետո անցել է մի տարի, նորից նշանակել եմ։ Հետո գոլեգաներս են վրա տվել։
հետո նյարդաբաններն են վրա տվել, հոգեբույժերն են վրա տվել, գաստրոենտերոլոգներն են վրա տվել, էլի ով ասես վրայա տվել, սոցիալական ցանցերում, անձնական հանդիպումներում, հիվանդի հարազատ լինելով, զանգելով, դու քանի գլուխ ունես, տենց դեղ ես նշանակում, կա տենց ուղեցույց, որ դրա հիման վրա դու տենց բան ես նշանակում, չէ, տենց ուղեցույց չկա, բա դու ով ես նշանակում ես, ասենց մինչև 2018 թիվը, իհարկե, 2010 թվից արդեն սկսած մոտավորապես 10-11 թվից նսած արդեն աչուձախ նշանակում էի արդեն այդ մի քանի տարվա մեջ այնքան փորձառություն ձեռք էի բերել որ կարողանում էի այդ դեղի հետ աշխատել եւ մի դրվագ էլ ուզում եմ անպայման պատմել եւ մի անգամ ինձ մոտ մի պացիենտ է գալի դոցենտ բժշկական գիտությունների տեխնացու թե պրոֆեսոր կներեք, թե բժշկական գիտությունների դոկտոր, 1000 ներողություն եթե շփոթեցի, Գագիկ Եգանյանի մոտից։ Ընդհանրապես տենց բան կա, որ ամենալավ բժիշկից էլ կարա պացիենտը դժգոհ մնա, ինչի չհանգամանքներում գնա ուրիշ բժշկի մոտ։ Եվ այո, ես սկսնակ բժիշկ էի, բայց իմ մոտ գալիս էին պացիենտներ պրոֆեսորներից հիասթափված, այդ թվում ակադեմիկներից։ Էդվարդ Հրաչևիչի հիշատակին եմ էսի ուզում ասել։ Բայց նա չէ որ նրանք վատ էին աշխատել, այդպես պատահում է, լավ, դա թողենք մի կողմ։ Ահա Եգանյանի մոտից պացիենտ է գալի, ջերմ բարևներս։ Պրոֆեսոր Եգանյանի մոտից պացիենտ է գալի, որը մի շարք սիմպտոմներ ունի եւ ունի գղտոցներ։ Գղտոցները դրանք դժվար բուժվող սիմպտոմ է, որ մտնում է նեյրոգաստրոենտերոլոգիայի խնդիրների մեջ։ Միգուցե գղտոցի պատճառը ռեֆլյուքսն է, երբ 2 օմեպրազոլ տալիս ես ու այդ ռեֆլյուքսը անցնում է, միգուցե, բայց դու կարող ես 2, 10, 20 օմեպրազոլ տալ ու գղտոցը չանցնի, այդ դա արդեն մաքուր նեյրոգաստրոենտերոլոգիա է, դա այդպես հեշտ չի բուժվում։ Եվ պացիենտը ներկայացնում է Եգանյանի նշանակած ցուցակը, այնտեղ ես տեսնում եմ էգլոնիլ դեղը, սուլպիրիդ, լավ այսպես ասեմ, սուլպիրիդ դեղն եմ տեսնում եւ միակ սիմպտոմը, որ իր մի շարք սիմպտոմների մեջ անցել է, այդ գղտոցն է։ Իմ ուշադրությունը դրան ահագին դա վերցնում է իմ ուշադրությունը, որ հələ մի րոպե, իսկ կարող է էգլոնիլը գղտոցի հետ կապ ունի, բայց այդ էգլոնիլը լուրջ դեղ է։ Էգլոնիլը նեյրոլեպտիկ է, էգլոնիլը իհարկե մեծ դիապազոն ունի ազդեցության, այսինքն այն դոզաները, որ մենք ենք նշանակում, այդ դոզաներով լուրջ պաբոչնի էֆեկտներ չի լինում, բայց հատկապես կանանց մոտ, երիտասարդ աղջիկների մոտ հորմոնալ փոփոխությունները առաջացնում, մի շարք խնդիր, դա ուզում ասեմ պադառակ դեղ չի։ Իսկ հիմա ուշադրություն, էգլոնիլը ոչ մի հետազոտության մեջ, եթե ամիտրիպսիլինի հետ կապված հոդվածներ կան հրապարակված, էգլոնիլի հետ կապված հոդվածներ չկան։ Ինչու չկան? Որովհետև Ամերիկայում չկա էգլոնիլ, սուլպիրիդ դեղը Ամերիկայում չկա։ Իսկ ընդհանրապես մեծ գործերը գալիս են Ամերիկայից։ Ամերիկայում սուլպիրիդ չկա, գաստրոենտերոլոգիայում չի օգտագործվում։ Բայց որտեղ է բախտներս բերում։ Դեռ սովետական ժամանակներից գտել են, այս էլ մի ուրիշ պատմություն է, որ խոցային հիվանդությունը ստրեսի հետ է ասոցացված եւ էգլոնիլը այս դեպքում օգնում է։ Եվ էգլոնիլի ցուցումների մեջ, ինստրուկցիայի մեջ, որտեղ գրած է շիզոֆրենիա, մեկ է գրած է 12 մատնյա աղու խոցային հիվանդություն։ 12 մատնյա աղու խոցային հիվանդություն։ Գաստրոենտերոլոգիական ցուցում է գրած։ Սա արդեն իրավական հիմք է տալի կոպիտ ասած, որ սկսես էգլոնիլով աշխատել։ Բայց էգլոնիլը ինչի վրա է ազդում դրական, ինչի վրա չի ազդում, ոչինչ գրած չի, չկա հետազոտություն, աշխարհում գիտությունը դա չգիտի։ Միամիտ ջահել մի հատ բժիշկ Եգանյանի փորձից օգտվելով գողանում է Եգանյանի գիտելիքը։ Ես նույնիսկ չգիտեմ էլ Եգանյանը գիտեր, որ էգլոնիլը հենց գղտոցի վրա ազդում է, բայց չփորձեք գղտոցի համար այդ դեղը օգտագործեք, որովհետև ինչպես ասում են, ոտներից կգցեք, էլի, հանգարց չփորձեք դա անել։ Ես հիվանդներին եմ ասում, բժիշկները կարան կապվեն, զանգեն, խորհրդակցենք, ասեմ էդի ոնց են օգտագործում, երբ են օգտագործում, երբ չեն օգտագործում, ինչ դոզայով, ինչքան ժամանակ։ Բայց էգլոնիլի վրա ես շարունակում եմ նշանակումները, ամեն ինչ օրենքով է, ինստրուկցիայում նշած է։
Եվ բացահայտում եմ Էգլոնիլի խորհրդակցելով այս ամբողջ ընթացքում լուրջ խորհրդակցելով իմ բարեկամ ընկեր նյարդաբանների հետ, որոնք ինձ շատ են օգնել այս ճանապարհին, շատ։ Բազմիցս խորհրդակցելով, բազմիցս հարցնելով եւ այլն։ Այս մի հատ ահագին փշոտ ճանապարհ է, որը անցել ենք իմ ընկեր նյարդաբանների հետ միասին։ Էգլոնիլի դոզան հասցնում եմ մինչև 200 միլիգրամ օրական, հետո իջնում եմ 100 միլիգրամ, հիմա 100 միլիգրամից ավել չեմ նշանակում, հաճախ 50 եմ նշանակում։ Ուզում ասեմ ինչ հնարավոր է այս անտեղյակության միջավայրում, թեև ես պաշտոնական հետազոտություն որպես այդպեսին չեմ արել, կարծիք հարցնեմ, այդ ամենը արել եմ կլինիկորեն թույլատրելի սահմաններում, ինչքան որ թույլատրելի է բժշկին սեփական նախաձեռնությամբ բուժում գրել դեն դեպքում, երբ որ ապացուցողական բժշկությունը տվյալ չի տալիս։ Ահա այդ զոնայում գործել եմ կուտակելով ահռելի փորձ, կոպիտ ասեմ, բայց սա ինչի եմ այսքան մանրամասն պատմում, միտեղ կարակարծիք ձևավորվի, թե գլուխս գովալով, կամ միգուցե հակառակը մարդիկ ասեն, ինչեր ես արել այդ տղա։ Որովհետև այս ամբողջ ընթացքում, նույնիսկ մինչև այսօր, բայց հատկապես այս շրջանում, իմ հեղինակության վրա գալիս է այս մեծ բացասական բանը, որ դու խաբար ես Հայկը սաղին աչուձախ ամիտրիպտիլին է նշանակում, չգիտեմ էգլոնիլ է նշանակում, տիպը ցնդել է։ Բայց Հայկ Մանասյանը նեյրոգաստրոենտերոլոգիա էր անում։ Ժամանակներում, երբ որ աշխարհում ուղեցույց չկար դրա մասին։ Եվ այդ ամեն ինչը իր համար դառնում էր ընդամենը կոնսուլտացիայի վճար, որով ինքը տուն էր պահում։ Ոչ մի հրապարակված հոդված, ոչ մի հետազոտա, բազան ահռելի իհարկե ունեմ, բազան։ Այսինքն այդ բոլոր տվյալները դոկումենտացված։ Գոնե 2014 թվականից։ Այդ ամբողջ 14-15 թվականից այդ ամբողջ դոկումենտացված են այդ տվյալները։ Բայց ոչ մի բան դրա վրա չեմ աշխատում, ինչու՞։ Որովհետև բժշկությունը ես բժիշկ եմ, ես գիտնական չեմ։ Ես բժիշկ եմ, ընդամենը։ Գիտնական մարդիկ ցենց բաներով կզբաղվեն։ 18 թվականին, երբ որ այդ նեյրոգաստրոենտերոլոգիայի բուժական գայդլայնը դուրս եկավ, այդ գայդլայնից մի երկու բան կար, որ չգիտեի, կամ որ չէի ստուգել, բայց շատ կարևոր ինձ համար ինչն էր այդտեղ։ Մենք միշտ բուժումներն անում էինք մինչև 3 ամիս տևողությամբ։ Վախենում էի, այդքան թուքումուրի, այդքան աչուձախ վայրահաչոցի, այդքան իմ հեղինակության վրա բամբասանքների պայմաններում ու հազվադեպ մարդիկ են ըստ երևույթին, հազվադեպ դեպքերում եղել, որ ասեն լավ, թողանի։ Ըստ երևույթին Գագիկ Սերգեյիչն է երևի թե եմ ասում, որովհետև ես հարցով իր հետ չեմ խոսացել։ Իմ ուսուցիչը երևի թե նա է լուրջ շրջանակներում, գիտական շրջանակներում ասե Հայկին ձեռ չտակ, թե չէ կհոշոտեին, այս տեսակ գործնեության համար։ Ես ենթադրում եմ ու կարծում եմ, որ ինքը տեր է եղել, լուրջ շրջանակներում ասել է, ինչ անում է ճիշտ է անում, ճիշտ է հետազոտական հոդվածների մակարդակով է այս պահին ապացուցվածությունը, բայց նա լրիվ իրավունքներն ունի, հիմքերն ունի այդ գործունեությունը ծավալելու։ Բայց այդ ժամանակ վաղ կար 3 ամսից ավել չէինք անում բուժումները։ Այնինչ ուղեցույցը բերեց եկավ ասելու, որ 6-ից 12 ամիս պետք է բուժումն անես, որ բուժումը լինի արդյունավետ եւ կայուն արդյունքով։ Ոչ բոլորի մոտ իհարկե, բայց էական թվով, ասենք 70-80% պացիենտների մոտ դրական արդյունք ստանում ես եւ կայուն արդյունք ես ստանում։ Մի տարի հետո դեղերը աստիճանաբար դադարեցնելով այլ խնդիրներ չկան։ Այսպես նեյրոգաստրոենտերոլոգիան զարգացել է Հայաստանի Հանրապետությունում։ Հետո արդեն նոր մասնագետներ, տաղանդավոր բժիշկներ կամաց-կամաց սկսում են օգտագործել։ Իհարկե դժվար, ինչի կամաց-կամաց, այլ դժվար է, դա տենց չի։ Բայց մասնագիտական խանդն ու նախանձը մի անգամ թույլ չի տվել, որ մի հատ կոնֆերանս անեն, ասեն Հայկ, արի բացատրի, այդ ոնց ես անում։ Արի բացատրի։ Մի անգամ
Կոնֆերանսի ժամանակ լրիվ ուրիշ թեմայով հելիկոբակտեր բան ասեց, գաստրոկոնֆերանսները հիմնականում տես բաների վրա ալն։ Որի մի մասն էր կազմում Եվրոպական գաստրոենտերոլոգիական ասոցիացիայի կոնֆերանսից Մանիկը Բենյամինովնա Գեմիլյան ինքը եկել է ներկայացնել նաև Եվրոպայում ինչ կար։ Ես իհարկե կոնֆերանսին երկար չմնացի, այդ սկիզբը լսեցի ու արդեն դուրս էի գալի, ասեց սպասի, ասեցի ինչ, չեմ հիշում որ թվականն էր։ Ասեց գիտես, Եվրոպայում արդեն ամիտրիպտիլինը ասում են պետքա նշանակել, դա 10 քանի թիվն է, 2010 քանի թիվն է, չեմ հիշում։ Եվրոպայում արդեն ասում են պիտի նշանակել, բայց ասենք 2008 թվից արդեն ինձ քրվում են էլի դա նշանակելու համար։ Կոլեգաներս, սիրելի ասի դե լավա որ ասում եմ մի խոսքով 2018 թվին ուղեցույցը ինձ հիմք տվեց որպեսզի 6-ից 12 ամիս բուժումների անցնեմ այդ ժամանակվա դրությամբ ես 2 հոգի ունեի 6 ամիս բուժում ստացած երկու պացիենտներ ամուսիններ էին եւ ես համարձակվեցի նրանցից էլ համաձայնություն ստացել էի որ այդ 6 ամիս 3 ամիսով չսահմանափակվենք, շարունակենք, բայց 6 ամսից էլ դուխս չհերիքեց։ Ու սկսեցի աստիճանաբար իջացնել դոզաները եւ ով զարմանք, հիվանդության սիմպտոմները հետ չեկան։ Մինչեւ այդ ինչքան բուժումն անում էի, մեծ մաս դեպքերում դեղերը դադարեցնելուց հետո հիվանդության սիմպտոմները վերադառնում էին։ Այդ երկուսի մոտ, երկու պացիենտների մոտ, ամուսինների մոտ որոնց ես շատ շնորհակալ եմ։ Ես իր հետո էլ եմ իր ամուսնու հետ հանդիպել հանդիպել եմ, էլի գանգատներով եկել եմ։ Բայց երկուսի մոտ դեղերը դադարեցնելուց սիմպտոմները չվերադարձան։ Ու այդ ժամանակ էր, որ ես ուղեցույցը կարդացի, ծանոթացա եւ տեսա, որ հաստատորեն 6 ամիսը մինիմում ժամկետն է, որ պիտի բուժումը շարունակես։ Ու սկսեցի աշխատել, հարգելի գոլեգաներ։ Ինչ կապ ունի, ահա այդքան դուք կլսեք Հայկը սաղին նույն բանն է նշանակում, սաղին է նշանակում, որովհետև նեյրոգաստրոենտերոլոգիայով զբաղվող միակ մասնագետը տասնամյակ շարունակ, 1.5 տասնամյակ, առնվազն։ Լավ, եթե գցենք միտև 10 թիվը, հա էլի 1.5 տասնամյակ, միակ մասնագետը, որքան էլ տարօրինակ լինի ձեր համեստ ծառան ա եղել ու դա եղել է շատ թանկ ա եղել բարոյապես ին վրա նստած բայց հիմա էլ շատ բժիշկներ չեն նշանակում թեև գաստրոենտերոլոգներ գիտեմ ես իրանց ցավը տանեմ որ համ նշանակում են համ էլ եթե տեսել եմ միտեղ իմ հասցեին վատ բաներ են գրել մտել են մեկնաբանել են ասել են գալաթ է կարե Հայկը ճիշտ է անում ու լավ է անում Մասնավորապես Արփինեն գաստրոենտերոլոգ։ Էլի կարամ անուններ տամ, բայց Արփինեն բազմիցս։ Եթե չեմ սխալվում Սիմոնյան, Արփինեն, Վիգմորում է աշխատում, կարդիոլաբում է աշխատում, ինչքան գիտեմ։ Ինքը մի քանի անգամ իմ հասցեին եղած այս տեսակ խուժան մեղադրանքներին բավական կոռեկտ պատասխանել է։ Հենա Լիանա Քոչարյանն ասում է ես եմ լավաց է։ Այսինքն ժողովուրդ ջան, Հայկ Մանասյանը կներեք այս անհամեստության համար, ոչ թե բան ու գործ չունի շատ է նշանակում ամիտրիպտիլին, միրզտազապին, վելաքսին, էգլոնիլ, զոլոֆտ, էլ ինչ ասեմ։ Երբեմն բանը, ասա է, դուլոքսեցին, բայց չեմ սիրում դուլոքսեցինը, հələ որ չեմ հասկանում ես այդ դեղին, թեև ինքը FDA, ամերիկյան FDA-ի կողմից հաստատված նեյրոպաթիկ ցավերի համար ամենահաստատված դեղն է, բայց ես այդ չեմ հասկանում այդ դեղին, շատ եմ փորձել տվել մի քանի պացիենտների, գոհ չեմ են արդյունքից, թեև ինքը ասում ամենից, այսպես ասած, բանը, ամենից լավը պետք է լինի ըստ FDA տվյալների կամ չգիտեմ, բայց ես չէ դեղին չեմ հասկանում։ Ու այս ամեն դեղի վրա տարիների աշխատանք է դրվել։
տարիների փորձառություն, որպեսզի տենաս ոնց ես անում։ Մի օր առանձին խոսամ, նեյրոգաստրոենտերոլոգիա, այսօր էդ իմացեք, ժողովուրդ ջան։ Ու ինչով եմ ես զբաղվել այսքան տարիներ։ Նեյրոգաստրոենտերոլոգիա ոչ միայն ընդհանուր գաստրոենտերոլոգիայով, այլև հենց նեյրոգաստրոենտերոլոգիայով։ Եվ նեյրոգաստրոենտերոլոգիական հազարավոր, մի քանի հազար, չգիտեմ ինչքան կլինի, պացիենտներ եմ ընդունել, դիագնոզել եւ բուժել։ Թե այն ժամանակներում, որ աշխարհում դրա բուժումը հոդվածների մակարդակով էր գայդլայն չկար, թե այն ժամանակներում, երբ որ արդեն գայդլայն կա։ Բայց շարունակում են մարդիկ անտեղյակ ձևով, ասում են, հա, մեկ էլ մի բան էլ ասեմ, Սր Ուիլյամ Օսլեր, պատմական ժամանակների մի 100-150 տարի առաջ եղած բժիշկ է։ Օսլերը ինչ էր ասում։ Մի այդպիսի ասացվածք ունի, ասում է փորձառու բժիշկը 10 հիվանդությունը բուժում է մի դեղով, անփորձ բժիշկը 10 դեղով բուժում է մի հիվանդություն։ Ժամանակին չեմ հասկացել այդ ոնց է, բայց այո, կարա տենց լինի։ Մի օր կբացատրեմ այդ ոնց է լինում, լավ, դրա մեխանիզմն էլ կբացատրեմ։ Այսպիսով, հիմա ինչ ունենք մենք Հայաստանում, նեյրոգաստրոենտերոլոգիայի հետ կապված կան որոշակի սպეციფიկ ստուգումներ, օրինակ, որ արվում է Միքայելյան հիվանդանոցում, Մանուկյան Կարենի բաժանմունքում, էնդոսկոպիկ եղանակով, թե կերակրափողում ճնշման փականային ապարատի ճնշման չափում, թե թթվայնության չափում, դա միշտ չի որ պետք է, երբեմն հազվադեպ պետք է գալի, բայց օրինակ այդպիսի ստուգումներ արվում է։ Մատորիկայի հետ կապված այլ խնդիրներ սովորաբար ռենտգեն հետազոտությամբ ենք ստուգում, դրա մասին էլ առանձին մի օր կանրես, բոլորի մասին առանձին կանրադառնա։ Տարբերակի ախտորոշման համար, որ հասկանաս նեյրոգաստրոենտերոլոգիայի թե չէ, կան կրիտերիաներ, օգտվում ես այդ կրիտերիաներից եւ դա վաղուց է հայտնի։ Բուժման համար, ժողովուրդ ջան, դա անտիդեպրեսանտներն են առաջին հերթին եւ ըստ ուղեցույցերի էֆեկտի արդյունավետ դարձնելու համար նեյրոլեպտիկների լրացուցիչ օժանդակ ազդեցությունը, եթե հիմքում դրած է էլի անտիդեպրեսանտ։ Ամեն անտիդեպրեսանտ էլ չի օգնի, որտեղ դեպրեսիա չես բուժում դրանով։ Մի օր դրա մասին էլ կխոսամ, հարգելի գոլեգաներ, հոգեբուժներ եւ հոգեբաններ։ Այս ցիտալոպրամով ֆունկցիոնալ ցավեր, որով այնի գրգռված աղտու համախտանիշ չես բուժի։ Ռեքսեցինով գրգռված աղու համախտանիշ չես բուժի։ Ֆունկցիոնալ ցավեր չես բուժի։ Եղել են այդպիսի բաներ, հոգեբուժները իրենց բարձր դիրքերից ասել են մերն է, մեր դեղերն է, Հայկը ով է ասի, էդի ոնց պետք է լինի, ասեմ ճիշտ են ասում, իհարկե։ Ականջս ես ծերից կկդրեմ, եթե ես դեղով դու լավանաս, գնա։ Այդ պացիենտին չեմ ասել, ասենք գոլեգաներով։ Գնացել է 3 ամսից նորից եկել է, չի անցնում ցավերը, ասեմ գնա այդ հոգեբուժիդ ասա, որ չի անցնում ցավերը։ Ես գիտեմ, որ չի կարա անցնի ցավերը։ Ու սա այն ցավերը չի, որ նյարդաբաններն ու հոգեբուժները բուժեն, սա գաստրոենտերոլոգը կարա բուժի, որովհետև դա էլ իր հերթին առանձին վարպետություն, նրբություն եւ գիտելիքներ են։ Ամիտրիպտիլինով կբուժվի, բայց ամիտրիպտիլինը չեն սիրում հոգեբուժները, ինչու՞, նյարդաբանները։ Դե ասում են, ինչ հին դեղա, ես իմ իշքան կողմնակի էֆեկտներով։ Միգուցե մի քիչ դրա մասին էլ մի օր կխոսամ, թե ոնց է նշանակում, որ կողմնակի էֆեկտներ չի լինում, լինելուց անցողիկ է լինում, կամ այնքան աննշան է լինում, որ հնարավոր է լինում ենթադրենք հեշտ փոխել մեկ այլ դեղով։ Այսինքն նեյրոգաստրոենտերոլոգիան դա դեպրեսիայի բուժելու ոլորտ չի։ Այդ ցավերը դեպրեսիվ ցավեր չեն։ Դեպրեսիայի արդյունքում եղած ցավեր չեն։ Այդ ցավերը առանձին իրանցից ներկայացնում են գաստրոենտերոլոգիական խնդիր։ Սոմատիկ ցավերի մասին առանձին էլի կխոսանք, էլի հետաքրքիր բաներ կան, որոնք էլի ներվերի բուժումով են, երևի թե երկրորդ հաղորդումս կանեմ սոմատիկ ցավերի համար։ Էդի գիտեք որ ցավերն է, որ որովայնի վրա է ցավում, բայց աղիներից չի այդ ցավը գալիս։ Բա որտեղից է գալիս։ Այդ դրա մասին կխոսանք հաջորդ մեր հանդիպմանը, որը կամ վաղը կամ մյուս օրը կկազմակերպեմ։ Թերևս այսքանը։ Հարգելի
գոլեգաներ, արգելի պացիենտներ եւ պացիենտների հարազատներ։ Գիտեք մտքովս ինչ եկավ ֆինալի համար, Սևակի բառերը եկավ։ Սևակն ասում է կամ սիրել եմ, կամ ատել եմ, բայց չեմ ստել։ Այո, տենց ես բժշկություն եմ արել, հարգելիներս, ու հիմա էլ շարունակում եմ անել։ Ջերմ բարևներ, նեյրոգաստրոենտերոլոգիայի անցյալից, նեյրոգաստրոենտերոլոգիայի անցած իմ ճանապարհից, ջերմ բարևներ։ Ցտեստ